Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոն թունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում, նաեւ սա լավ առիթ է ձեզ կոչ անելու, որ բաժանորդագրվեք այդ թվային հարթակներին, որով որ դուք մեզ նայում եք։ Մանուշ Եսայանն է մեր տաղավարում։ Evolve Consulting ընկերության հիմնադիրը եւ ղեկավարը, ողջույն։ Բարև ձեզ։ Այս հաղորդումը կոչվում է խոսենք օրենքից, ասեմ, որ հաջորդ թողարկումներին իմ փոխարեն ստեղ նստած կլինի Մանուշը, որովհետև սա Մանուշի հեղինակային հաղորդումն է, մենք այսպես ասած զրոյական թողարկումն ենք գրում, նախ որ դուք մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները ավելի լավ ծանոթանան Մանուշի հետ, հետո իրականում ես էլ հարցեր ունեմ հաղորդման վերաբերյալ։ Այսօր այսպես ասենք, հա, սա հաղորդում է հաղորդման մասին։ Մանուշ ջան, բարի գալուստ գործարար ալիքի կոլեկտիվ, ես ուրախ եմ, որ մենք նոր հաղորդում ենք ունենալու ու նոր հեղինակ ենք ունենալու։ Արի սկսենք քո հիմնական գործունեությունից, Evolve Consulting-ից, ինչ ընկերություն անչով է զբաղվում։ Մի փոքր դրա մասին խոսենք, հետո կգանք արդեն հաղորդմանը։ Նախ ասեմ, որ նման ֆորմատով հաղորդում վարելու կազմակերպելու իմ ցանկությունը շատ վաղուց էր եւ շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար, հուսամ մեր շահառուներին այս ֆորմատը դուր կգա եւ հետաքրքիր կլինի եւ մենք կարողանանք միասին հասնել այն նպատակներին, որը որ մեր առաջ դրել ենք, իսկ նպատակները շատ պարզ են, դա առաջին հերթին երևի թե բարձրացնել մեր հասարակության իրավագիտակցությունը, դա մեր գլոբալ, այսպես ասած, նպատակն է։ Evolve-ի մասին, Evolve-ը խորհրդատվական ընկերություն է, որը որ կազմակերպություններին եւ անհատներին մատուցում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական եւ իրավաբանական եւ միաժամանակ փաստաբանական ծառայություններ, այսինքն թիմը բաղկացած է հաշվապահներից, ֆինանսիստներից, իրավաբաններից եւ որակավորված փաստաբաններից, լիցենզավորված փաստաբաններից։ Հիմնական акցենտը ընկերությունը դնում է նրա վրա, որ իրականացնում են կորպորատիվ սպասարկում, այսինքն առաջարկում ենք փաթեթային սպասարկում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար եւ ինչու՞ չէ, եթե կան ֆիզիկական անձինք անհատներ, ովքեր որ հետաքրքրված են բիզնես սկսելու մեջ կամ Հայաստանում ինչ որ ծրագրերում ներդրումներ կատարելու մեջ, մենք նաեւ այդ անձանց համար տրամադրում ենք համապարփակ, այսպես ասած, խորհրդատվություն, ինչպես կարելի է բիզնեսը սկսել, ինչ լոգիկայով, ինչպիսի հաշվետվություններ են պետք ներկայացվեն, ինչ հաշվապահական հաշվառման ծրագրերով աշխատել, ինչ հարկային, այսպես ասած, մեթոդաբանություն ընտրել եւ նաեւ իրավական կտորով, ինչով մենք կարող ենք օգտակար լինել իրենց։ Դա կլինի փաստաբանական ծառայություններ, թե կլինեն ուղղակի իրավաբանական խորհրդատվական ծառայություններ իրենց ընթացիկ գործունեությանը վերաբերող։ Դուք ձեր թվարկած ոլորտներից անձամբ որով եք զբաղվում։ Ես զբաղվում եմ ընկերության ամբողջական կառավարմամբ, դա իմ, այսպես ասած, գլխավոր նպատակն ու գլխավոր գործառույթն է ընկերությունում, իսկ անձամբ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, վերջին մասնագիտությամբ եւ որակավորված փաստաբան եւ արդեն 10 տարի աշխատում եմ հենց այդ մասնագիտությամբ Հայաստանում, ունեմ փաստաբանի լիցենզիա, այսինքն հիմնականում վարում եմ այդ կորպորատիվ կտորը, չնայած ունեմ կորպորատիվ բաժնի իրավաբանական թիմի ղեկավար, բայց օգնում եմ մեր մասնագետին որոշակի հարցերով եւ նաեւ վարում եմ դատական գործեր, որոնք որ իմ վարույթում են, իմ անձնապես ոչ քրեական, ճիշտ է, մասնագիտական։ Քրեականով ընդհանրապես չեք զբաղվում։ Չէ, չեմ ասի ընդհանրապես չեմ զբաղվում եմ այն գործերով, որոնք որ մեր հաճախորդները կամ իմ ընկերները կամ ինձ ճանաչող մարդիկ խնդրում են, որ ես զբաղվեմ, որովհետև փաստաբանը ես միշտ համատում եմ բժշկի մասնագիտության հետ, հաճախորդի հետ պետք է փաստաբանը այդպես էմոցիոնալ կոմֆորտ կապ ունենա եւ հաճախորդը պետք է կարողանա վստահի այդ փաստաբանին իր գործը, որ այսինքն իր գործը գտնվում է ճիշտ եւ լավ ձեռք, հոգատար ձեռքերում եւ հենց այդ կոմպոնենտը հաշվի առնելով որոշ բացառություններով վարում եմ քրեական գործեր, բայց դրանք հիմնականում շատ թեթև գործեր են, այսինքն Աստված ոչ անի, սպանություն, թմրանյութ եւ այլ նմանատիպ գործերի հետ չեմ առնչվում եւ չեմ էլ առնչվի։ Հուսանք որ չեք էլ առնչվի, նամանավանդ որ ասում եք որ սովորաբար դա լինում է ընկերների եւ մշտական հաճախորդների համար, հուսանք որ
ձեր միջավայրը, ձեր շրջապատը խուսափեն նմանատիպ պատմություններից։ Այո, նմանատիպ պատմություններից եւ բոլորս ընդհանրապես հուսանք, որ մենք բոլորս կխուսափենք եւ երբեք չենք հայտնվի այդ իրավիճակում։ Մեծ հաշվով այն ինչ դուք մեզ ներկայացրեցիք, կարանք պատկերացնենք, որ հաղորդումն էլ նմանատիպ բաների մասին է լինելու եւ նմանատիպ թեմաների մասին է լինելու, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Այո, հաղորդման նպատակը հրավիրել այնպիսի հյուրեր, ովքեր որ իրենց առօրյայում կամ իրենց գործունեության մեջ ուզեն թե չուզեն առնչվում են օրենքի հետ, առնչվում են իրավական խնդիրներին, առնչվում են պետական կառույցներին եւ փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրների են նրանք առնչվում, ինչ բացահայտումներ կարող են անել մեզ համար եւ միգուցե այո հաղորդման ընթացքում բացահայտենք այնպիսի օրենսդրական բացեր, այնպիսի իրավական խնդիրներ, որ նաեւ կարողանանք մեր պետությանը, մեր օրենսդրին, այսպես ներկայացնել անուղղակի խնդիրները եւ մեր օրենսդիրը ավելի ուշադիր լինի այդ խնդիրներին եւ կարողանանք մեր ընդհանուր աշխատանքային կորպորատիվ առևտրային, այսպես ասած, միջավայրը, տնտեսական միջավայրը բարելավել այնպես, որ գործարարը կամ անհատը, ով ցանկանում է բիզնեսով զբաղվել եւ զարգացնել, այսպես ասած, մեր այդ հասարակության այդ կտորը կարողանա ավելի հանգիստ եւ ավելի կոմֆորտ աշխատել Հայաստանի Հանրապետությունում եւ ծավալել գործունեություն, որտեղ վերջո բիզնեսը բավականին դրական ազդեցություն է ունենում բոլոր հասարակություններում, բոլորի վրա, դա գաղտնիք չէ։ Դեք այս մի հարց եմ ուզում քննարկենք միասին, այս հարցը ես սիրում եմ փաստաբանների եւ իրավաբանների հետ ընդհանուր առմամբ քննարկել։ Ես նկատել եմ, որ Հայաստանում շատացել են փաստաբանի լիցենզիա ստացած մարդիկ, ինչը կարծում եմ նաև նրանից է, որ մասնագիտությունը պահանջարկ ունի։ Կարանք մենք ենթադրենք, որ գնալով հասարակությունը ավելի հաճախ է դիմում հարցերը օրենքով, այսինքն դատական կարգով լուծելուն, ոչ թե մարդիկ ինչ որ չգիտեմ, այլ ճանապարհներով են փորձում խնդիրները լուծել, այլ ավելի հակված են դիմել օրենքի պաշտպանությանը։ Առաջնային ինչու են շատացել իմ կարծիքով նրա պատճառով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հիմա դատական պրոցեսներում անձի իրավունքները կարող են ներկայացնել լիցենզավորված փաստաբան, նախկինում ըստ էության իրավաբանի որակավորում ունեցող անձը եւս կարող է ներկայացնել։ Առաջնային կարծում եմ դա է։ Երկրորդական, այո, հասարակությունը զարգանում է եւ իրավագիտակցությունը բարձրանում է եւ մենք կամաց արդեն փորձում ենք բոլոր մեր խնդիրները տալ բոլոր խնդիրներն տալ իրավական լուծում, այլ ոչ թե ծանոթ բարեկամ, այսպես ասած, միջոցներով, եւ դա իհարկե ողջունելի է։ Մյուս կողմից հեշտացնելը փաստաբանական լիցենզիա ստանալու process-ը, ես կարծում եմ այդքան էլ լավ չի որակի տեսանկյունից։ Բայց հեշտացել է, թե չի հեշտացել, այսինքն ըստ էության քննությունները շատացել են, լիցենզավորման կարգը մի քիչ ավելի բարդացել է, բայց դրանից դիմորդների թիվը չի պակասել եւ այո, մենք արդեն ունենք 3000-ից ավելի լիցենզավորված փաստաբան։ Իհարկե, թե հանենք կասեցված փաստաբանական գործունեությամբ անձանց քանակը, կարծում եմ այնուամենայնիվ ակտիվ գործունեությամբ զբաղվող փաստաբաններ մոտ 2000 հաստատ կունենանք, դա երևի ավելի շատ պալատ այդ թվերին կտիրապետի։ Այսինքն հեշտացնելը ոչ թե քննության տեսանկյունից եմ ես ասում, այլ միգուցե հենց հաշվի առնելով այն փոփոխությունները, որ հասարակության մեջ կան, մի քիչ այդ պահանջը լիցենզիա ստանալու մի քիչ ավելի պետք է էլ ավելի բարդացվի զուտ ոչ թե քննական տեսանկյունից, այլ միգուցե պալատը մինչև քննության հասնելը։ Այո, այդ ճիշտ բառ ասացիք, ֆիլտրներ պիտի ավելացվի։ Սենց մի տեսակետ կա, թե բիզնեսում, թե ֆիզիկական անձանց մեջ, որ երբ որ ինչ-որ խնդիր ա լինում, մեկը մյուսին ասում է գնա դատարան, մարդն ասում է, որ գիտես, ես գնալու եմ դատարան, դա տևելու է երկար, դա լինելու է թանկ եւ միշտ չի, որ արդյունքը լինելու է ցանկալի։ Կա չէ, տենց բան, մանուշ։ Կա, դա մեր ցավոտ խնդիրն է, մեր դաշտի ցավոտ հարցն է, որը որ լուծում չի ստանում, պատճառները եւ հայտնի են եւ որոշ պատճառներ նաեւ անհայտ են, բավականին այսպես ասած սուբյեկտիվ են, ինչու ունենք այդ խնդիրը դատական համակարգը այնքան է ծանրաբեռնված դատական գործերով, առաջին հերթին իմ կարծիքով հենց թերի աշխատող օրենսդրական կարգավորումներ, թերի կարգավորումներով
Հիմա հենց օրինակ բերեմ, սիրում եմ օրինակների վրա ներկայացնել իրավիճակը։ Ես գործ ունեմ, որի այսպես ասած վերջնական արդյունքը լուծվել է 2019 թվականին, բայց անձը տարբեր փաստաբանների միջոցով այդ նույն գործի շրջանակներում մենք ասում ենք նույն առարկայի, նույն հիմքերով եւ այլն, արդեն թվով 12 դատական գործ է հարուցել դատարանում այս տարիների ընթացքում։ Չնայած այն բոլոր գործերը, որոնք որ արդեն ավարտվել են, եւ դու ամեն անգամ գործ հարուցելուց դու ամեն անգամ աշխատանք ես կատարում դատարանի ներկայացնում ես հիմնավորումներ, որ արդեն իսկ նմանատիպ գործ քննվել է եւ այլն, չծանրաբեռնում է դատավարական process-ներով, ասածս այն է, որ մենք չունենք այն նախնական ֆիլտրները, որ երբ գործը գնում է դատարան, արդեն դատարանը հենց առաջին այս ընդունման փուլում հասկանա, որ արդեն այս անձը չարաշահում է իր իրավունքը եւ պետք չի իր հայցը ընդունել։ Այսինքն յուրաքանչյուր անգամ որ դատարանը հայցը ընդունում է վարույթ եւ սկսում է քննել, հետո չնայած պարզում է, որ անձը չարաշահել է իր իրավունքը, այդ փուլում եւս դատարանը արդեն իսկ ծանրաբեռնում է, որովհետեւ այլ գործերով, որը որ ավելի պետք է ուշադրության արժանանա եւ այլն, արդեն չի արժանանում եւ երկրորդ պլան են մղվում, հա։ Հետաձգվում է եւ այլն եւ այլն։ Այ այսպիսի իրավիճակներ են շատ։ Իրավիճակներ են շատ, դատական գործ մեխանիզմներն են թերի դատական գործերի հետաձգման։ Մեխանիզմներն են թերի դատական գործերի վերսկսման դատավորի փոփոխության։ Գործեր են ունեցել, երբ մի դատավարության ընթացքում 3-4 դատավոր է փոխվել։ Եվ դա այդ գործը ամեն անգամ նոր անընդհատ երկարում է 5-6 տարի, այո։ Այս խնդիրը կա եւ այո, հաճախորդի տեսանկյունից, այսինքն վստահորդների տեսանկյունից իրենք կարծում են, թե փաստաբանին հաճելի է, երբ գործը այդքան երկար է քննվում եւ կոպիտ ասած փաստաբանը աշխատում է դրանից։ Դե տենց անեկդոտ կա, գիտեք, չէ՞ որ որդի փաստաբան են ուրեմն ձեր թույլտվությամբ եւ ձեր ներկայությամբ պատմեմ այդ անեկդոտը ռադիո լսողներին որդին գալիս է եւ տենց հպարտորեն ասում է հայրիկ ասում է այն գործը որը որ դու 30 տարի վարում ես ես 3 նիստով ավարտել եմ եւ մենք հաղթել ենք հայրիկն էլ ասում է շատ լավ ես արել բայց պետք է հասկանանք թե հաջորդի ոնց ես փող աշխատելու ես 30 տարի փող էի աշխատում այդ գործը տենց ընկալում կա հասարակության մեջ ամեն այդ ընկալումը կարող է այսպես ասած կարող է ունենալ իր փոքրիկ ճշմարիտ մասը մեր մասնագիտությունում, բայց այն գործերի պարագայում, երբ փաստաբանը աշխատում օրինակ ժամավճարով կամ նիստավճարով, այո, յուրաքանչյուր նիստի համար իր վարձատրությունը ստանում է։ Բայց սովորաբար, երբ փաստաբանը իր վարձատրությունը ստանում է արդեն գործը վերցնելուց, նա հետաքրքրված է գործը արագ ավարտի, իր վարույթից դուրս գա, որովհետև տեսեք գործը 5 տարի որ մոռանում ես, ինչ ամեն անգամ դու Այո, դու ինչ որ աշխատանք ես անում, ինչ որ փաստաթղթեր ես հավաքագրում ու նորից գալիս ես այդ նույն խնդրին ես կանգնում, սա եւ փաստաբանի համար է ոչ հաճելի աշխատանք, գործերի նմանատիպ երկարաձգումը, եւ նաեւ իհարկե հաճախորդի համար էսպես ստոպ նշան է, որ չէ, լավ, կարող է ես ուրիշ միջոցով իմ փորձեմ հարցը լուծել եւ չգնամ դատարան։ Նույնիսկ երբ որ ինչ որ մանր հարցեր են լինում բիզնեսում, հա, 200,000 դրամ, 300,000 դրամ, շատ մարդիկ տենց գերադասում են թողել բանին։ Դրան օգնության աշխարհում արբիտրաժային դատարաններ չեն գալիս սովորաբար, որտեղ որ ավելի արագ է արվում եւ ոնց որ տենց ավելի པարզ է, ավելի թեթև է։ Ոնց է մեր մոտ Հայաստանում վիճակը, առիթ ունեցել եք շփվելու արբիտրաժային դատարաններով։ Մեզ մոտ ունենք այդ կարգավորումը եւս, բայց այդ կարգավորումը եւս այդքան էլ արդյունավետ չի աշխատում առաջին հերթին, որ մարդիկ չեն հասկանում առհասարակ արբիտրաժային համաձայնությունը ինչպես պետք է կազմվի եւ արբիտրաժ դիմելու համար պետք է ունենաս այդ համաձայնությունը գրագետձևով կազմված։ Առաջինը դա եւ երկրորդը արբիտրաժում գործ քննելու համար արբիտրաժային այսպես ասած գործերը շատ ավելի թանկ են турքերի տեսանկյունից, վճարների տեսանկյունից, քան դատարան դիմելու։ Դրա համար մարդիկ իրադասում են, այսպես ասած, գնան դատարան, քան գնան։ Որտեղ արբիտրաժը մասնավոր կառույց է, իսկ դատարանը պետական պետության պարտավորությունն է, ոնց որ իրան ունեն։ Չնայած պետական турքերը ավելացել են 2 տարի առաջ եթե հիշողություն չի դավաճան եւ էլի կա քննարկում որ պետք է ավելանա, բայց միևնույն է այն մնում է թերևս ավելի մատչելի, քան արբիտրաժով վեճը լուծելը։ Բայց արբիտրաժով ավելի արագ է, չէ՞, այսինքն այդ ընկալումը ճիշտ է, որ արբիտրաժով հարցերը լուծելը ավելի արագ է։ Այո, ավելի արագ է, ավելի հենց մասնավոր գործերի համար, նամանավանդ եթե կորպորատիվ հարաբերությունը ավելի։ Այո, իրար հետ ինչ որ հարց ունեն։
Այո, այդ մասով ավելի հարմար է հաշտարարության ինստիտուտն են կամաց ուզում զարգացնել, բայց այդտեղ էլ կարծում եմ խնդիր ունենք հաշտարարների որակավորման տեսանկյունից, այսինքն այսօր հաշտարար դառնալու համար շատ տենց լուրջ գործիքակազմ պետք չի անցնել, լուրջ ֆիլտրներ պետք չի անցնել եւ կարծում եմ դա եւս թերություն է, որովհետեւ հաշտարարին գործը հանձնելու համար դու պետք է ունենաս հստակ համոզմունք, որ այդ հաշտարարն ունի այն որակավորումը, որ կարողանա քո վեճը ճիշտ եւ գրագետ լուծել։ Տեսեք, երբ մտնում ես դատարան եւ պատմուճանով անձը նստած, ապրիորի, հա, ինքնաբերաբար քեզ մոտ այն կարծիքն է, այն համոզմունքն է, որ դիմաց, այո, որ ինքը լավ մասնագետ է, ինքը ճիշտ է, ինքը արդարադատություն իրականացնող է։ Իսկ այդտենց է, Մանուշ։ 90% դեպքերում այո, իհարկե ունենք այլ դեպքեր հանդիպում են, բայց որակական տարբերություն կա, չէ՞, ժամանակի հետ ամեն դեպքում։ Որակական տարբերություն կա, բայց մենք ունենք այսպիսի մի խնդիր, հասարակական հարաբերությունները շատ ավելի արագ են զարգանում, քան բոլոր հասարակությունում երևի քան օրենսդրական կարգավորումները եւ պրակտիկան։ Մենք ունենք այնպիսի դատարաններ, ես դատավոր բառը չեմ սիրում օգտագործել, այնպիսի դատարաններ, երբ մեր վեճերը լուծվում են ոչ այնքան ճկուն եւ իրավունքի տեսանկյունից, այլ ավելի կարճում են օրենսդրական կարգավորումներին, մինչդեռ օրենսդրական կարգավորումները տվյալ վեճի լուծման համար այդքան էլ պիտանի եւ բավարար չեն, բայց իրավական տեսանկյունից, իրավունքի վեճի տեսանկյունից, այո, դատարանները պետք է կարողանան, այսպես ասած, խնդիրը լուծել հենց իրավական վեճի տեսանկյունից, իրավունքի տեսանկյունից։ Իրավունքի ոգով, ոչ թե օրենքի տառով, հա, ճիշտ այո, սա իմ մոտեցումն է, ինքը կարող է լինել շատ սուբյեկտիվ, ես չեմ ասում դա ճիշտ է, բայց կարծում եմ հենց հաշվի առնելով այն, որ հասարակական հարաբերությունները ավելի արագ են զարգանում, քան օրենսդիրը կարողանում է օրենքներ մշակել այդ հարաբերությունները կարգավորելու համար, ի վերջո արդարադատությունը դա իրավունքի խնդրի բարձրաձայնումն է եւ լուծումն է այդ իրավունքի, այսինքն վեճը, ոչ թե օրենսդրական կարգավորումը կիրառելը ուղղակի։ Սա իմ այսպես ասած սուբյեկտիվ ընկալումն է։ Մանուշ, աշխարհի մի քանի երկրներում, այդ թվում նույնիսկ Ռուսաստանում, որը իմ սուբյեկտիվ կարծիքով չի փայլում տենց շատ օրենքի երկիր լինելով, կա բիզնես օմբուդսմենի ինստիտուտը։ Այսինքն կա մի կառույց, որը առանձին զբաղվում է գործարարների իրավունքների շահերով։ Հայաստանում կարծես թե չկա այդ խոսակցությունը։ Ոնց է կարծում, ուսումնասիրել եք այդ ինչ գործիք է, ինքը ընդհանուր առմամբ պիտանի գործիք է, թե չէ։ Չեմ ուսումնասիրել անկեղծ ասած, բայց սա նաև կախված է ինչից, կարծում եմ խնդիրը ինչումն է։ Մենք ունենք բիզնեսմեն Հայաստանում, ես միշտ այդպես եմ տարանջատում, եւ ունենք փոխաշխատողներ։ Ինձ համար դրանք երկու տարբեր կատեգորիայի մարդիկ են, որովհետև բիզնեսմենը դա մի քիչ ավելի լայն եւ ավելի խորը իմաստ ունեցող, այսպես ասած, գործունեություն իրականացնող անձ է, քան փոխաշխատող, որովհետև փոխաշխատելու մեխանիզմները տարբեր են։ Եթե մենք կարողանանք մեր փոխաշխատող անձանց բերել բիզնես միջավայր եւ բիզնես մտածելակերպով այդ մարդիկ սկսեն առաջնորդվել իրենց գործունեությունը իրականացնելիս, ես կարծում եմ, որ հենց այդ սպրոս рождает предложение, այդ բանը կոնցեպտը կսկսի աշխատել եւ այո, հենց բիզնեսը կպարտադրի օրենսդրին, որ նմանատիպ ինչ որ կարգավորումներ մտցնի, երևի թե հենց բիզնեսի լուծման համար, բիզնեսի խնդիրների լուծման համար կառույց, այսպես ասած, որպես այլ ընտրանքային հենց դեր ասած արբիտրաժն է, որը որ էլի թերի է աշխատում հենց համբավի տեսանկյունից եւ վստահության տեսանկյունից։ Օմբուդսմենի հետաքրքիր հատվածը որն է, ինչի է ինձ այդ միշտ հետաքրքիր, որտեվ տրամաբանորեն իրանք պետք է ունենան արագ արձագանքման խմբեր, այսինքն ինչը որ ամենակարևորն է, երբ դու շփվում ես պետության հետ, թե որպես գործարար, թե որպես անհատ, հա, օրինակ սովորական օմբուդսմենը մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ունի արագ արձագանքման խումբ, ինչ որ X իրավիճակում դու կարա զանգես ու կգան ինչ որ մասնագետներ, որոնք տրամաբանորեն, որոնց ներկայությունը տրամաբանորեն պիտի սաստի այլերատեսչության ներկայացուցիչներին իրենք չեն գնա դրանք։ Ես կարծում եմ, որ էդ էլ է էլի ինչ որ կարևոր մի բան է, որը մենք պիտի ունենանք, որովհետև դու չես կարող կան ընկերություններ եւ կան մարդիկ, որոնք չունեն պայմանագրեր, ասենք, ձեզ հետ կամ ձեր ընկերության պես ծառայություններ, որ դու հենց զանգես ինչ-որ մի մարդ գա, ում համար դա խնդիր է, իսկ սա դենց կարծես թե մարդը շատ արագ իրավական օգնություն կստանա, էլի ես կարծում եմ, որ դա կարևոր է։
Դա տեսեք, եթե մասնավոր ոլորտում այդպիսի ինչ-որ կառույց ստեղծես կամ թեկուզ հասարակական կազմակերպություն, այդ հասարակական կազմակերպությունը պետք է լայնամասշտաբ գործունեություն ծավալի, կարողանա վստահություններ շնչել, խնդիրներ լուծել եւ այլն, ընդ որում կարողանա այդ խնդիրները լուծել պետական կառույցների հետ։ Այսինքն նաև պիտի պետությունից մանդատ ունենա դրանով զբաղվելու, այսինքն։ Բայց մեզ մոտ գիտեք ինչպես է, օրինակ կան կառույցներ, կան նաև բիզնես ակումբներ եւ նաև կան այլ կառույցներ, հենց միջազգային կառույցներ, ովքեր Հայաստանում աշխատում են, անուններ շնորհով աստ որպես չհնչի, այդտեղ այո հավաքվում են գործարար միջավայրի անձինք, հավաքվում են իրավաբաններ եւ ինչ որ առաջարկներով հանդես են գալիս դիցուք օրենսդրական ինչ որ նախաձեռնությունը կամ իրենց կարծիքն է ներկայացնում ինչ որ օրենսդրական փոփոխությունների մասով հենց ուղիղ կախված բիզնեսի հետ կամ չգիտեմ որևէ օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների հետ հարկային կլինի ինչևէ միշտ չէ որ դա հասնում է տեղ Ես նաև ունեցել եմ հնարավորություն աշխատել այդպիսի համագործակցել այդպիսի կառույցների հետ այո մենք օրինակ հենց ես ինքս աշխատել եմ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների նախագծի վրա առաջարկներ եմ կատարել եւ այլն ցավոք սրտի ոչ բոլոր առաջարկներն են անցել եւ դա արդեն մեր պետության խնդիրն է այսինքն դու պետք է հասկանաս որ եթե դու բիզնեսի տեսանկյունից նայում ես ու ներկայացնում ես ասում ես այ գործատուն որպես բիզնեսի այսպես ասած մարդ ունենում է այսպիսի խնդիր աշխատանքային եւ ես քեզ առաջարկում եմ օրենսդիր դու այս խնդրին ուշադրություն տամ լուծումն եմ ասում եմ այսպես լուծի այդ խնդիրը որովհետեւ դատական պրակտիկան քո այսպես է զարգանում օրենսդիրը այո պետք է դա լսի ինչ որ իրականացնի ինչ որ քննություն իրականացնի հավաքագրի ինչ որ տեղեկատվություն եւ հասկանայի վերջո դա այդպես է թե չէ ես չեմ ասում միայն եւ բացառապես լսի այդ կառույցի ներկայացուցիչներին այլ հենց իր փորձագետների միջոցով հավաքագրի տեղեկատվություն հասկանալու խնդիրը եւ բացահայտելու խնդիրը որտեղ դու այդ սիգնալը տալիս ես ասում ես տեսեք այստեղ խնդիր կա Բայց ցավոք դա այդպես չի աշխատում եւ սովորաբար անցնում են այն փոփոխությունները նախագծերի վերաբերյալ, որոնք որ պետք է անցնեն, այդ պետք է անցնելը չմեկնաբանեմ թե ինչպես է ֆիլտրվում, բայց այդպես է։ Սիրելի ռադիո լսողներ, շատ հարցեր կան, որոնք որ դեռ այս ֆորմատում քննարկվելու են եւ հարցեր տվողը հետայսու ինձնից շատ ավելի իրավագիտակից եւ թեմայից հասկացող մարդ է լինելու, պատասխանողը չեմ կարծում որ Մանուշից ավելի լավ իրավաբան լինի, բայց ամեն դեպքում վստահ եմ որ ավելի շատ հասկացող մարդկանց այս զրույցները ավելի ու ավելի հետաքրքիր են լինելու։ Շաբաթը 1 Մանուշ Եսայանը գործարար ալիքի եթերում խոսելու է օրենքից, խոսելու է օրենքի մասին ամենապրոֆեսիոնալների հետ։ Այսօր այսքանը դեռևս Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում։ Մենք կհանդիպենք, շարունակեք լսել գործարար ալիքը։